Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ։ Վերադարձանք, բայց վերադարձանք շատ սպասված, շատ համեղ, շատ լավ ու գեղեցիկ մի նորությամբ սիրելի հեռուստադիտողներ, կարծում հասկանում եք, թե ինչ է շատ շուտով լինելու, վերջապես իհարկե հասկանում ես հայտնվեցի եթերում հենց այն օրը, երբ իմ շատ սիրելի Անուշը նորից խոհանոցում է, ողջույն Անուշ, բարի լույս։ Ողջույն սիրելի գործընկերներ, ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր համեղ նախուտեստ ենք պատրաստելու։ Իսկ ինչ վստահ եմ, որ կհավանեք։ Պատրաստելու ենք կրեմ պանրով, հացով, հացի վրա դնում ենք կրեմ պանիրը եւ հիմա ինչ որ կպատրաստենք դնելու ենք վրան։ Դա բաղկացած է ուրեմն պղպեղից, ընկույզ, տարբեր համեմունքներ կլինեն սոխ եւ համեմ։ Սոխը կարող ես հանել մանե։ Կամ մեկ ուրիշ բան կառաջարկեմ սոխի համար, հիմա դնեմ հացը թող մի փոքր չորանա։ Ինձ թվում է արդեն գիտեմ, առաջարկելու ես մարինացնելու տարբերակ։ Այո։ Հիանալի է։ Ինչպես եք մարինացնում։ Ինձ թվում է հիմա Անուշը կանի մի հետաքրքիր տարբերակով, բայց շատ տարբերակներ կան։ Օրինակ կիտրոնահյութի մեջ կարելի է մարինացնել, ես տեսել եմ նաև տարբերակ ձիթայուղով, արևածաղկի ձեթով կամ ձիթայուղով երբ անում են, սոյայի հետ խառնած, ինչ որ այսպիսի սոուս են ստանում եւ դրա մեջ են տեղափոխում։ Այո, ընդհանրապես սուր համեր ունեցող յուրաքանչյուր բան կարող է նույնիսկ լինել, օրինակ ցիտրոն, ռոզմարին, հազրեվարդ, հայերեն ասենք, եւ ջրով լի տարայի մեջ ուղակի այդպիսի կանաչիներ ավելացնենք, սոխը դնենք եւ արդեն բոլոր այդ սուր համը սոխի դուրս կգա, բայց մենք հիմա օգտագործում ենք քացախ։ Տես, քացախով տարբերակ էլ կա։ Այո։ Եվ մի փոքր ջուր։ Մի քիչ ավելի շատ, քան քացախն է։ Ու կտրում ենք սոխը։ Այսինքն սա մեզ օգնելու այդ սուր համը վերացնել։ Նպատակը դա է։ Սոխը կտրում ենք, անմիջապես դնում ենք այս խառնուրդի մեջ եւ հետո արդեն այդ կծվա համը դուրս եկած կլինի, կվերցնենք ու կօգտագործենք մեր պղպեղի հետ համեղ կուտենք։ Իսկ որքան ժամանակ է պետք պահել այն։ Մոտ 15 րոպե, մենք մի քիչ կպահենք։ Ես նոր հասկացա, որ գուցե նաև կարամելիզացված սոխը համեղ լինի, գիտես։ Այս բաղադրատոմսի դեպքում։ Կարամելիզացված։ Այո, սոխը։ Ոչ։ Չէ, համեղ չի լինի։ Չեմ պատկերացնում, չգիտեմ։ Պատկերացրու։ Համեղ կլինի, իհարկե, բայց պետքա փորձ։ Կրեմային այդ պանրի հետ, այնուհետև այդ մնացած բաղադրիչները, որոնք հիմա ունես սեղանի վրա եւ պատկերացրու այդ ամենի հետ լինի կարամելիզացված մի փոքր քաղցր սոխը։ Համեղ կլինի։ Պետք է փորձել։ Ես տեղում ինչ-որ բաներ եմ հորինում ուղղակի, բայց գուցե համեղ լինի։ Ահա։ Հիմա, մինչև սոխը թողնենք այստեղ մի փոքր մնա, մենք կպատրաստենք պղպեղ։ Պղպեղը նախապես խորովել եմ, վերցրել եմ մեկ կարմիր և մեկ դեղին պղպեղ։ Որպեսզի գույները առատ լինեն։ Այո, միշտ էլ հաճելի է, երբ այդպես է լինում։ Տարբեր գույներ ենք ապահովում։ Բարակ, երկար կտրենք, կեղևը հանել ենք, դուք պատկերացնում եք, չէ, որքան նուրբ է հիմա համը պղպեղի։ Եվ որքան փափուկ է պղպեղը հիմա։ Եվ կհամեմենք, ես այստեղ օգտագործելու եմ չոր աջիկա, որն իր մեջ շատ տարբեր, մի փոքր սխտորել է պարունակում, բայց շատ հետաքրքիր համ կտա։ Իդեպ, եթե շատ շտապում ենք, կարող ենք չխորովել, ուղղակի կարելի է ուղղակի տապակել, բայց երբ որ կեղևը հանված է, արդեն մի տեսակ ավելի այդպես համեղ է ստացվում։ Դրա համար նախուտեստի դեպքում այսպես շատ ավելի ճիշտ կլինի։ Կտրտում ենք երկարությամբ։ Համեմը եւս պետք է այս ամենի մեջ ավելացնենք, թե պարզապես զարդարելու համար է։ Այո, առանց համեմ ես չեմ պատկերացնում, ընդհանրապես պղպեղը, երբ որ կտրենք, պարտադիր է համեմ։ Սմբուկի հետ, սամիտ կամ կարելի է, բայց ավելի շատ ես կոնկրետ այս դեպքում ավելի նախընտրում եմ համեմը։
Ես վերջերս նկատել եմ, որ կանաչեղենի ընտրության հարցում չեմ սահմանափակվում, երբ կա բանջարեղեն, շատ հաճախ այն խառը տարբերակ, անգամ ռեհան եմ օգտագործում սամիթի հետ, ու այդ բույրերի, գույների եւ համերի բազմազանությունը ել ավելի գայթակղիչ եւ համեղ է դարձնում յուրաքանչյուր պարզ բաղադրատոմս։ Ես շատ մեծ ցավով պիտի ասեմ, այս մասին խոսել ենք Հայկի հետ մեր գործընկեր նախորդ եթերի ընթացքում, որ ես բաց եմ թողել Մանե քո ֆանտաստիկ վստահ եմ շատ համեղ պաստան, որը դու պատրաստում էիր խոհանոցում, շատ զավեշտալի ստացվեց, որովհետև օրեր շարունակ չէ, շաբաթներ շարունակ ես անդադար խոսում եմ այս մասին եթերում, եթերից դուրս նաև անընդհատ Մանեին ասում եմ, Մանե, երբ ես գնալու խոհանոց, պետք է ինչ-որ բան պատրաստես։ Ի վերջո տարիներ անց հաջողվեց Մանեին համոզել եւ հենց այդ միակ եզակի օրը, երբ նա հայտնվեց խոհանոցում, ես այդ օրը եթերում չէի։ Դավիթ, եթե սպասում ես, հենց հիմա ես կասեմ, այդ օրը կկրկնվի մեր եթերում, ապա ես ասում եմ, ինչ որ մի օր ես բարի եմ։ Դու ասես չեմ ասի չի լինելու, որովհետեւ դու կրկին չես գա։ Ինչ որ մի օր նախապես կպայմանավորվենք։ Այո, կամ եթերում պիտի ուղենք այդ սխալը։ Կամ եթերից դուրս։ Կամ եթերից դուրս։ Սիրով։ Արմանավորեցինք։ Լավ կլինի, որ միասին լինենք, ես էլ լինեմ ձեր հետ։ Շատ լավ։ Միայն ուրախ կլինեմ այդ դեպքում, որովհետև երբ մենակ ենք հայտնվում քո խոհանոցում, մի փոքր լարվում ենք, Անուշ, պատասխանատվությունը մի փոքր շատ է։ Այո, ավելանում է։ Իդեպ մանեմ ենք միասին էլի պատրաստել ենք շատ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Եվ շատ հարմար է աշխատել խոհանոցում քեզ հետ։ Դե փոխադարձ։ Ահա, մի փոքր կիտրոնի հյութ ավելացնենք։ Ահա։ Եվ կտրենք ընկույզ, հիշում ենք, չէ, որ շատ լավ կլինի, որ ընկույզ և սերմեր շատ հաճախ օգտագործենք և շատ ուրախալի է, որ հիմա մարդիկ իսկապես այդ դարձրել են արդեն սովորական իրենց առօրյա ուտեստի մի մասը ու պարտադիր օգտագործում են տարբեր սերմեր ու ընկուզեղեն։ Եվ ընդհանրապես խոհանոցի ճաշացանկը շատ մարդկանց մոտ բավականին փոխվել է, նույնիսկ առօրյա սովորական ուտեստները, չէ։ Այո։ Շատ բազմազան է դարձել, կարծում եմ, եւ տարբերվող։ Դե դրան օգնում են եւ խանութներում առկա տեսականիները, տարբեր ուտեստների, բանջարեղենների, մասնավորապես եւ այլ բաղադրիչների, եւ իհարկե նույն սոցիալական հարթակներում տարատեսակ ակտիվ գործունեություն ունեցող շեֆ խոհարարները, բլոգերները, որոնք կիսում են իրենց գիտելիքները եւ առաջարկում են բաղադրատոմսեր ու նոր թրենդներ նաեւ ձևավորում։ Այո, դա եւս իհարկե կարևոր է ու կարծես նաեւ կա մի այսպիսի ընդհանուր տենդենց մեր օրերում, երբ առողջ սնվելը թրենդային է դարձել, դա իհարկե ինչ-որ առումով ողջունելի է, որովհետեւ մարդիկ ավելի ուշադիր են հետևում իրենց սննդակարգին, երբեմն կարծես ինչպես շատ հաճախ նմանատիպ դեպքերում ծայրահեղությունների են նաև դիմում եւ ծայրահեղությունների են հասնում, ինչի իհարկե պետք չէ անել, բայց կարևոր է որ բոլորս կարծես մի փոքր ավելի զգոն ենք դարձել եւ իսկապես մտածում ենք թե ինչ ենք ուտում։ Գիտակցված ենք ավելի այո սնվում, հասկանալով որ դա ի վերջո անդրադառնալու է թե մեր առողջության, թե տրամադրության, թե առհասարակ կյանքի որակին։ Այս ընթացքում սլանում է Անուշը արդեն ավելացրեց նաև սոխը։ Ես ընդամենը մի քանի հատ ավելացրեցի, որպեսզի լավ համ տա, կարող եք նույնիսկ հանել, եթե չցանկանաք մանե։ Մի փոքր ավելացնում ենք աղ, մի փոքր սև պղպեղ եւ ձիթայուղ։ Հացը արդեն չոր է։ Հիմա արագ խառնենք ու կսկսենք դասավորել։ Արդեն իսկ շատ համեղ տեսք ունի։ Ինչպես։ Արդեն իսկ շատ համեղ տեսք ունի, ես այսպես անհամբեր սպասում եմ, որ ավարտես։ Այո, կարծում եմ նախորդ օրը երբ առաջարկում էիր նախուտեստների կողքին ափսեով նույնիսկ մատուցել որպես աղցան, այս դեպքում եւս կարելի է կիրառել։ Հիմա ինչ ենք անում։ Վերցնենք բոլոր հացերը, մի փոքր, մինչև կսարչի։ Մենք սկսենք։ Պանիրը դնում ենք վրան։ Եվ պղպեղը դնում ենք պանրի վրա։ Շատ գեղեցիկ։ Այսպես։
Եվ հեշտ որ ամենակարևորն է, շատ արագ ու շատ հեշտ։ Իհարկե։ Ինչպես յուրաքանչյուր բաղադրատոմս։ Փոքր էլ չոր աջիկան անել։ Այն առաջինի մեջ չկա աջիկան։ Այդ մեկը ես կվերցնեմ։ Շատ լավ։ Դու կփորձես արդեն ամբողջական տարբերակը։ Բայց կարծում եմ դա էլ կարևոր է, չէ՞, Անուշ, յուրահատուկ համ է հաղորդելու համեմունքը։ Արդեն համեղ է։ Ահա։ Մենք այս երկու տարբերակը կարող ենք ցույց տալ մեր հեռուստադիտողներին։ Այսքանը։ Կարծում եմ, մեր հեռուստադիտողները կպատրաստեն։ Այո, շատ արագ եւ հեշտ։ Անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ, վստահ ենք, որ մեր հեռուստադիտողներն էլ կփորձեն անպայման պատրաստել այս նախուտեստը հենց քո բաղադրատոմսով, այնպես որ շտապեք գրի առնել, որպեսզի որևէ բան բաց չթողնեք։ Իսկ մենք հիմա կարճատև դադար կունենանք մեր եթերում, այնուհետև կվերադառնանք ու կշարունակենք եթերը, մնացեք մեզ հետ։